Դադի վանք, դադի դա անուն է, մարդու անուն է։ Դադին եղել է Հիսուս Քրիստոսի Թադևոս առաքյալի աշակերտը, որը նաև կոչում է 72 աշակերտներից մեկը։ Դադին իր աշակերտների հետ միասին գալիս է Արցախ, Քարվաճարի շրջան, քրիստոնեություն տարածելու, սակայն ժողովուրդը պատրաստ չէր դրան, քարկոծելով սպանում եւ թաղում են այստեղ։ Առաջին դարում 70-ական թվականներին։ Այսինքն մինչև մեր քրիստոնեությունը ընդունել։ Այո, մինչև 4-րդ դար միայն գերեզման էր։ 4-րդ դարում, երբ որ հայերը քրիստոնեություն ընդունեցին որպես պետական կրոն Հայաստանում, 301 թվականին այս տարածքը դարձավ սրբատեղի ուխտատեղի։ Եվ եկան ուխտավորներ, հավատավոր ժողովուրդ, դամբարան շինեցին, մատուռ կառուցեցին մինչև 17-րդ դար։ Եվ մինչև այսօր վերականգնում ենք, վերանորոգում ենք։ Սա պատմական դադի վանքն է, ունի 4 եկեղեցի, Մարի եկեղեցին, Աստվածածին եկեղեցին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին եւ դադի եկեղեցին։ Սա գլխավոր մուտքն է, ունի 7 մատուռ, որից 4-ը վերականգնված է, տեսակ 1, 2, 3, 4։ Մի հատ կա անտառների մեջ, մի քանի օրից եղանակները որ բացվեն, կսկսենք վերանորոգել։ Սա կոչվում է Երիցատուն, իսկ նա մատաղարը։ Սա ամենահին եկեղեցիներից մեկն է դադի վանքը։ Որ դարում է կառուցվել։ 4-ից 17-րդ դար։ 4-ից արդեն կառուցվել, այսինքն 300 թվականից 100 տարի հետո սկսվել է կառուցվել։ Չէ, հենց 300 թվականից հետո 311 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորիչը գալիս է այստեղ։ Դադի գերեզմանի այցելում։ Այո։ Հետո գնում Ամարասի վանք, հետո գնում Ծիծեռնա վանք։ Իսկ այդ եկեղեցին որ մասում է, չի երևում։ Եթե ուշադիր նայեք, պատի մի ծեր երում է սպիտակ, այն ծառի տակով։ Հա, տեսա։ Եթե մոտեցնեք կարող է ավելի լավ երևա։ Տեսա։ Մի հատ փորձեք։ Մոտեցրեք։
Աղջիկի աղա։ Միշտ լավ գործերի համար լինեք Արցախ աշխարհում։ Սա մեր հաջողություն։ Վայելենք։ Դեր կանգնենք, սիրենք։ Իզուր չէ որ այսօր ճշնամին ջանք ու երան չի խնային որպեսզի դրանա այսօր է որովհետև սա սուր բնական կարելի է բնական գունությունից մարդ ապրի սնվի առանց ոչ մի բանի տնից բան չվերի մտնի անտառ ու սնվի մեր ժողովրդի համար թող Աստված պահապանի մեզ մեր ժողովրդին մենք մեր սիրով մեր միասնությամբ կարող ենք